Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 26։ Եվ ձեր Եհովա Աստծուն պաշտեք, և նա կօրհնի քո հացը և քո ջուրը։ Ելից 23-25 խոսք։ Ինչ հրաշալի խոստում է սա։ Աստծուն ծառայելն ինքնին մեծ ուրախություն է, բայց որքան մեծ արտոնություն է նաև այն, որ Տիրոջ օրհնությունը հանգչում է մեզ վրա ամեն ինչում։ Մեր ամենասովորական գործերն անգամ օրհնված են դառնում, երբ մենք նվիրված ենք Տիրոջը։ Մեր Տեր Հիսուսը վերցրեց հացը և օրհնեց այն, և ահա մենք ևս օրհնված հաց ենք ուտում։ Մեր Տեր Հիսուսը օրհնեց ջուրը և այն գինի դարձրեց։ Այն ջուրը, որ մենք խմում ենք, մեզ համար շատ ավելի լավ է, քան այն գինին, որով մարդիկ ուրախանում են։ Ամեն մի կաթիլ իր մեջ օրհնություն ունի։ Աստվածային օրհնությունը Աստծո մարդու վրա է ամեն ինչում, և այն կմնա նրա հետ ամեն ժամանակ։ Իսկ եթե մենք միայն հաց և ջուր ունենք, քանզի դա օրհնված հաց և ջուր է, մենք շարունակ հաց և ջուր կունենանք, որովհետև Աստված է խոստացել, դրանք պետք է լինեն, որպեսզի նա օրհնի դրանք։ Քո հացը պիտի տրվի քեզ, և քո ջրերը պիտի ապահովված լինեն։ Երբ Աստված մեր սեղանի մոտ է, մենք ոչ միայն օրհնություն ենք խնդրում, այլ իրականում այն ունենք։ Նա մեզ օրհնում է ոչ միայն զոհասեղանի մոտ, այլ նաև սեղանի շուրջ։ Նա սիրում է ծառայել նրանց, ովքեր հավատարմորեն ծառայում են իրեն։ Սեղանի այս օրհնությունը պարտքի արդյունք չէ, այլ շնորհի։ Իրոք, սա բազմապատիկ շնորհ է։ Նա իր շնորհով մեզ հնարավորություն է տալիս ծառայելու իրեն։ Իր շնորհով կերակրում է մեզ հացով, և ապա իր շնորհով էլ նաև օրհնում է այն։